Ինչ եք կարծում, իշխանությունը Ադրբեջանի փողվարշապետի առաջ գերիների հարցը բարձրացած կլինի։ Իհարկե ոչ։ Ինչու եք այդպես կարծում։ Այդպես է, չեմ կարծում։ Բարձրացը եթե լիներ, մինչև հիմա կբարձրացներ։ Իսկ ինչու չեն արել։ Չեն արել, որտեղ նրանցից կախում ունեն, դրա համար չեն արել։ Երևի հա, բայց մենք քաղաքականությունից հեռու ենք քուրջ։ Հա։ Չեմ կարծում, բայց ներողություն հարցը զույգ Դի առաջ Չեն կարծում, բան։ Գերիների հարցը թող ոչ էլ բարձրացնեն, այդ Ղարաբաղյան ղեկավարությունը սաղ դավաճան է։ Սաղ, ես ոչ մի կուսակցության կողմից չեմ խոսում։ Դրանք այնքան ոսկի ունեն, Ալիևը հիմա իրանցից ասում է ոսկին բերեք, տվեք, ձեզի բաց թողեմ։ Իրանք էլ չեն տալի։ Թոտան ոսկին բաց թողի, բայց այդ միլիոնավոր տրակտորները, որ աշխատում էր այդ Ղարաբաղի կառավարության համար, ում համար էր աշխատում։ Իրանց համար, Բակոյի համար, այն մյուս շակալների համար, թող բերեն փողերը տան, ոսկիները տան, Ալիևը իրանցը բաց թողի։ Էլ բան չեմ կարա ասել, բայց ես ոչ մի կուսակցությունից չեմ, իմացեք։ Կարծում Ադրբեջանի փոխնախագահի հետ հանդիպան ժամանակ իշխանությունները գերիների հարցը բարձրացած կլինեն։ Ինձ թեմա չէ։ Ինչու եք այդպես կարծում։ Ոչ մի տեղեկություն չկա, ոչ մի բան չեն ասում։ Այդտեղից առաջինը, երկրորդն էլ, որ իրանք տրամադրված են ոչ մի հակա բան չխոսան Ադրբեջանին, էդի հակա չեն խոսացել, ուրեմն։ Իհարկե բարձրացած կլինի, գերիների հարցը բոլորին է ուզում է, բայց այն չի, որ մեզանից է կախված։ Ինչ անեն, գնան կռիվ անեն, որ գերի բերեն, ճիշտ ասած ես նրանց համաձայն եմ, որ այնտեղ են ոչ թե մեր զինվորներին, այլ այդ վերնախավին, Ղարաբաղի վերնախավին, որ հիմա նրանք նստած են այնտեղ, իրանց հասնում է, իրանք տիրոջ կողմից պատժված են։ Ոչ մեկ էլ չի տա։ Ինչու եք այդպես մտածում։ Համար մեկ թշնամյա դրա համար։ Ներկայիշխանությունները թե Իշխանությունները ինչ պիտի անեն։ Մի բանի պիտի տան, որ գերիներին տան։ Մենք տալիս ենք շատ գերի, քիչ գերի վերստում ենք։ Ինչ եք կարծում Ադրբեջանի փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ իշխանությունները գերիների հարցը բարձրացած կլինեն։ Օգուտ լինի, թե չբարձրացնի, չբարձրացնի։ Բայց իրենք մտածում են, ինչ եք կարծում։ Ինչ իմանաս, ով ինչ է մտածում, ում ուղեղին ինչ կա, չես իմանա։ Ինչ եք կարծում Ադրբեջանի փոխնախագահի հետ հանդիպման ժամանակ։ Ադրբեջանն ասել է։ Իսկ գերիների հարցը բարձրացած Ես կլինեն։ չգիտեմ, չեմ կարող։ Սաղն է լավ կլինի, կկան տեղը մի նորմալ կլինի։ Բայց քանի տարի է դեռ չեն եկել։ Այսի մեզ դրանից ես հեռու մարդ եմ։ Նման հարցերը առայժմս չեն հրատարակում իմ կարծիքով, որովհետև ես մի փոքր օրորդին ասեցի, որ 7 մասնագետ եմ, մի 17-ին էլ ինչ հարց ուզում եք տվեք, ես պատասխանեմ։ Ուրեմն ես խնդրում եմ ձեզ, ուրեմն նման հարցեր, ես սայտը նայում եմ, տեսահոլովակները, թղթակիցները հարց տվեցին պարոն վարչապետին, պարոն վարչապետը մի քիչ թեքվեց այդ հարցից, ուրեմն կգա ժամանակը, որ ինչպես մինչև 88 թիվը, 1988 թիվը մենք բան ենք անում, ապրում ենք խաղաղ, թեպետ ներողություն, մեր մեծերը ասել են, որ թուրքը մուխաննաթ է, մուխաննաթ գիտեք ինչ է, այսինքն չի կարելի հույս դնել, բայց քանի որ 2 տարի է մի հատ սահմանի վրա մարդ չի մահանում, չի գնդակոծվում, եւ էլ շարունակենք, որովհետեւ դուք այսքան բանը ցույց չեք տա եւ այսքան բանը չեք վերցնի ըստ օրինաչափության։ 2 օր առաջ ուրեմն մի ուրիշ հարց տվեցին ինձ։ Ինչի ուրեմն խորիրաբը նկարել են եւ Արարատ սարը չի դուրս գալիս այնտեղ։ Ուրեմն Արարատ սարը մերն է, քանի որ ասեցի, քանի որ մենք այսօր շրջապատված ենք
3 մուսուլման երկրով եւ մեկ էլ ուրեմն կարիճ Վրաստանով, որ մոմենտին որ պատրաստ լինի, ուրեն պետք լինի, Վրաստանն էլ մեզ կխայթի։ Դրա համար բալիկ ջան, ուժեղացեք, ուժեղացնենք մեր պետությունը, նոր ուրեմն մտածենք, գերիներն էլ Ռոման Բաղդասարյանի սայդերը նայեք, տեսեք ինչ միլիոններ են կերել, նարկոտիկներ են աճացրել, զինվորներին են թույնել, զինվորների վրա ինչեր են փող աշխատել, եւ, ես չեմ ցանկանում, որպես քաղաքագետ էլ եմ ես, եւ կարող եմ դիպլոմով էլ ապացուցեմ, բայց ես ապացուցելու ոչինչ չունեմ, ժամանակը ամեն ինչ կբերի իրեն տեղը եւ մի նախադասություն վերջում, այն որ սկիզբն էր, լինելու է վերջը, վերջում էլ նույնն է լինելու ինչ որ սկիզբը, շնորհակալություն։